Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր հայ երեսին աշխարհով մեկ կդոնախմբե Սրբոց Վարդանանց երեսական ու ասկային կարևոր դոնը։ 451 թվականին Սուրբ Վարդան իր 1036 զինագիծներով զոհաբերեցին իրենց ամենաթանկագին կյանքը քրիստոնեական հավատքի եւ հայրենիքի զոհասեղանի վրա։ Ցորենի հատիկներու նման ավարայրու հողի մեջ թաղվեցան եւ ապա բտղափերեցան եւ 484 թվին նվարսահակի թաշնակիրը կնքվեցավ եւ որ կնկատվի գրոնի եւ խղճի ազատության առաջին պայմանակիրը կանխելով 1215 թվականին միջազգային օրենջանցված անգլիական Մագնա Քարտայի համաձայնագիրը։ Իրավ եւ որ այս տոնով կնշենք պատմական իրադարձությունը, սակայն այս թեփքը յուրաքանչյուր սերունդի կփոխանցե կենսական եւ հավերժական պատկամը, այն թե մեր ինքնության պահպանման համար եւ խարսխվինք աստվածաբարքև արժեքներու մեջ, որքան շրջապատված ըլլանք թաժան սպառնալիքներով, ոչ միայն գտնանք թիմադրել մարդահրավերներու եւ կոյադեվել, այլ ինչպես Սաղմոս ասածը գսե, արձատի նման կմաքրվինք քուրայի մեջ, յոթնապատիկ անգամ կփյուրանանք ոսկիի նման։ Հայասկի հոգևոր եւ աշխարհական ավականին գոմե հայտարարությունը շատ հստակ է ուղված քերգզոր թրացի երկրի իշխանության, թե խաղաղ կոյակցությունն ու հարաբերությունը հիմնված են հավատքի, փոխադարձ հարկանքի եւ կյանքի այլ թաշտերեն ներս համագործակցության վրա։ Մեջբերելով Բոսարակյալի խոսքը հայերը առավել եւ հիմնավորեցին եւ հստակացուցին իրենց թիրքը ասելով ոչինչ կգնա մեզ հեռացնել մեր այս հավատքեն, ոչ մահը, ոչ կյանքը, ոչ իշխանություններ եւ ոչ սովորություններ, ոչ ներկայի եւ ոչ ապակայի պատահարները։ Հայ ժողովրդի բանձալի նախահայր Հայկ Նահաբեդի օրերեն իսկ բացահայտ է, որ ազատությունը մեր DNA-ի մաս կգազմի։ Զոհաբերությամբ ցերպերված ազատությունը կպահպանի մեր հավատքն ու իրավունքները հակառակ մեր շրջապատող ազգերու, քմայքներուն եւ մեր համբուրելի մայր հողի անդամահատման ու նախախնամության դնորինումով նոյան դաբանը հանգչեցավ զայն դարձնելով մարդկության օրրանը։ Վարդանանց տոնի ոգիով քրիստոնյա հայու մեր ինքնությունը թարմացնենք, միշտ կարճած մնալով մեր հավատքին, հայրենիքին, մշակույթին, ավանդությանց եւ արժեքներուն ու ոգաբրինք եւ արժանապատվության բարձր գիտակցությամբ հայտարարենք, թե ոչինչ կգնա մեզ հեռացնել այս հավատքեն եւ թող աշխարհը իմանա, թե գանք եւ պիտի լինենք որպես լույսի եւ ցերեգի զավակներ։